կասեք պետությունը ինչ պետք է անի, որպեսզի կարողանա փոխհատուցել սահմանամերձ համայնքների վնասները եւ այդ ուղղությամբ արդեն իսկ ինչ քայլեր են ձեռնարկվում, բացի դրանից օրինակ բժշկական կենտրոնը կարծես թե համալրման կարիք ունի, բնակիչները դժգոհություն հայտնեցին բժիշկների պակասի հետ կապված։ Նախ եւ առաջ ասեմ, որ դեռ անցած տարվանից, ուրեմն սահմանամերձ բոլոր համայնքներում, եթե նման տիպի պատերազմական գործողությունների ընթացքում ունենում ենք վնասներ, նման դեպքերում անմիջապես մարզպետարանի եւ համայնքի ուրեմն ղեկավարության կողմից համապատասխան մասնագետների, ուրեմն փորձագետների ներկայությամբ ներգրավման կատարում էր փորձագիտական աշխատանքներ եւ հիմա կատարվել է բավականին եւ սեպտեմբերի 1-ից 5-ի ընթացքում կրակոցների հետևանքով այդ գնդագործությունների վերացման նպատակով ունենք խումբ բոլոր համայնքներում փորձագետների մասնակցությամբ անմիջապես ուրեմն ուսումնասիրություն է կատարում, վնասների չափը որոշվում եւ ներկայացվում կառավարության ուրեմն պահոստային ֆոնդից հատկացվում է վնասների փոխհատուցման համար։ Այսինքն կարճ ժամանակահատված կտևի, թե կձգձգվի, որովհետև բավականին ժամանակ էր մշակույթի կենտրոնի համար ֆինանսավորում չկար, որպեսզի այն վերանորոգվեր, հիմա հազիվ գտել են ու այսպիսի վիճակ։ Ընդամենը 3 ա եղել սա, բարերարների կողմից է վերանորոգումը կատարվել, իսկ 3-վա դեպքից հետո տեսնում եք, որ արդեն արձանագրվել է փաստը, փորձագետների կողմից կգնահատվի գումարային չափը եւ կներկայացնենք 5-7 օրը կառավարության նիստին։ Այլ համայնքներ որքանով են տուժել։ Նույն ունենք ուրեմն Պարավաքար համայնքում, Վազաշենում, Այգեհովիտում, ուրեմն Ազատամուտում, Դովեղ համայնքում, Բաղանիս համայնքում բոլորը նման տիպի վնասներ են, որը որ չկրկնեմ, կատարում է փորձագիտական ուսումնասիրություն վնասները փոխհատուցելու համար։ Սահմանամերձ համայնքի բնակիչները հիմա բերքահավաքի եւ իրենց մթերքները իրացնելու խնդրի առջև են նաեւ կանգնած։ Այս ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում, որովհետեւ այս պահին կոնկրետ խաղողի մթերման խնդիր է առկա։ Խաղողահավաք կատարում է միայն այս պահին խնդիր ունենք Այգեհովիտ համայնքում, որտեղ ունենք մոտ 25 հեկտար խաղողի այգիներ, որը որ կրակոցների տակ է այս պահին զգուշորեն ենք վերաբերվում այդ փաստին, որպեսզի ավելորդ խնդիրների առաջ չկանգնենք։ Չենք կարող որևիցե մեկս կանխատեսենք, դա հաճախակի է լինում նման տիպի ուրեմն պատերազմական գործողություններ, որը որ ոչ մեկը չի կարող ակնկալի ինչ որ անմիջական խաղաղություն կամ ինչ որ երաշխիքներ չկրակելու կամ կրակելու, այնպես որ կանխատեսումներ ես չեմ ուզում անել։ Ընդհանուր առմամբ բացեցիք արդեն իսկ վնասների փոխհատուցման մասով տեղում հանձնաժողով է ձևավորվում, որոշվում։ Համայնքի ղեկավարը ավականու ներկայությամբ մարզպետարանի համապատասխան ուրեմն ծառայությունների կողմից Նախնական կա ինչքան է վնասը։ Նախնական նման տիպի հաշվարկներ նախնական չի լինում։ Ավարտական տեսքի է բերվում եւ դրանից հետո փորձագետների կողմից գնահատվում է։